Երեկ երգչուհի Տաթև Ասատրյանն իր սոցիալական էջերում հրապարակել է հուզիչ տեսանյութ ու պատմել այն մասին, որ հայաստանյան ավիաընկերություններից մեկը իր 4-րդ ինքնաթիռը անվանակոչել է Տաթև Ասատրյանի անունով։ Շնորհակալ եմ, որ ինձ արժանի եք համարել սա տեսնել իմ կենդանության օրոք, իմ սեփական աչքերով, հուզմունքով լի խոսքում նշել է Տաթև Ասատրյանը, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Կան անուններ, որոնք կանխորոշում են ճակատագրեր։ Տաթև անուն, որի իմաստն է տալ թևեր։ Եվ այսօր այդ իմաստը ստանում է իր ամենագեղեցիկ խորհրդանիշը։ Մեծ հպարտությամբ հայտարարում ենք, որ 4-րդ ինքնաթիռը կկրի Տաթև Ասատրյան անունը։ Ինչ մեղքը ստացնեմ շատ ուրախ եմ, բայց ինձ միշտ թվացել է, որ իմ անունով ինչ-որ բան կլինի այն ժամանակ, երբ որ մեզ հետ չլինեմ։ Ու միշտ ափսոսացել եմ նրա համար, որ մեր հայ մեծանուն անուններով ինչքան փողոցներ կան, ինչքան դպրոցներ կան։ Եվ միշտ ափսոսացել եմ, որ իրենք պիտի իրենց կենդանության օրոք դա վայելեն։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մի բանի համար, որ ես... Ребят, короче, с сегодняшнего дня из Еревана на Бали, Пхукет и Мальдивы прямые рейсы открываются. Ну, не сегодня открываются, сегодня вот запустили. Вот. Тաթև Асатрян, наша гордость, наша певица, она амбассадор, с чем поздравляем. Вот. И в нашем комплексе, кстати, где мы на Бали купили много квартир и виллу, где много-много армян тоже купила. Вот вас тоже поздравляю, они вот тоже виллу взяли с друзьями, будут нашими соседями. Поздравляю вас. Այժմ անդրադառնանք աստղային այլ նորությունների։ Երգչուհի Սիրուշոն ժամեր առաջ հրապարակել է Դստեր Զաբելի մասնակցությամբ նոր տեսանյութ, որտեղ Զաբելը մաքրություն է անում։ Առաջարկում ենք դիտել ջերմ հոլովակը։ Okay. Ռոբերտ Մարտիրոսյանն իր սոցիալական էջերում վերջին շրջանում բավականին ակտիվ է, նա նոր տեսանյութ է հրապարակել խոսելով ֆուտբոլային կանխատեսումների մասին։ Թարնյուզն առաջարկում է լսել նրան։ Տիկին Սանտրոսյան, այո, ով այսօր հաղթելու Իսպանիայի հավաքականը թե Ֆրանսիայի։ Ես գտնում եմ, որ Իսպանիան պետք է հաղթի։ Բայց ում շնորհիվ, որ ֆուտբոլիստի։ Չէ, չեմ ճանաչում։ Յամալը։ Յամալի շնորհիվ։ Յամալը, իսկ Անգլիա եւ Արգենտինա։ Արգենտինայից բայց կարող եք ասել ֆուտբոլիստ։ Բայց ինչից վերցրեցի։ Լավ, դե ամենահայտնի Հա, Մեսին։ Տիկին Սանտրոսյան։ Դե բնականաբար Արգենտինան։ Արգենտինայի կողմից է։ Մենք ես եւ Տիկին Սանտրոսյանը Արգենտինայի հավաքականի կողմից ենք։ Ընդեղ էլ երևի Դեմբելեն կամ Դեզիրե Դուեն։ Ձեր սիրած ֆուտբոլիստը Դեզիրե Դուեն է այսօր։ Այո, դա իմ ամենասիրածն։ Հրաժեշտ եմ ասում Տիկին Սանտրոսյանին պաշտում եմ ես։ Ինքան աշխատել ենք ես։ Պարոն Հակոբյանի հետ եմ իմ սիրելի։ Պարոն Հակոբյան, այսօր Անգլիա-Արգենտինա ֆուտբոլային հանդիպում է։ Ով է հաղթելու։ Խնդրում եմ եկեք predict անենք, predict։ Իմ կարծիքով հաղթելու է Արգենտինան։ Արգենտինան լուր եմ ասում, թուլանում եմ ձեր ձայնի համար։ Երդվում եմ Արգենտինան։ Այս Արգենտինան ում շնորհիվ։ Այդ անունը խնդրում եմ բարձրացնենք։ Մեսի։ Լիոնել Մեսի։ Բայց անգլիացիք էլ մեղք են հսկայական գումար էին նվեր ստանալու եթե։ Դե ինձ ցանկացած հավաքական էլ հսկայական պարգևավճարներ կստանա։ Պարոն Հակոբյան, այսօր երկրպագում ենք Մեսին։ Կամիավովո։ Տեսել եք որ Մեսին ասում է Կամիավովո։ Այդ ինչ են։ Չգիտեմ։ Շատ շուտով լույսաշխարհ կգա երգչուհի Մաշ Իսրայելյանի երկրորդ երեխան։ Այդ մասին Մաշը հայտնել էր ամիսներ առաջ, իսկ այս օրերին նա հրապարակում է դստեր մասնակցության ֆոտոշարքեր, ինչպես նաև տեսանյութ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ես սիրում։ Հա։ Իսկ ում ես ավելի շատ սիրում, մամային թե պապային։ Պապային։
Մշտական բնույթ ա մեր տանը։ Պապա սիրում է, Մաշան սիրում է։ Հա։ Այսքան եմ։ Երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր տեսանյութ է հրապարակել իր քույրիկի մասնակցությամբ, որը մեծ արձագանք է գտել համացանցում իր հումորային բնույթի պատճառով։ Ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության։ Ոսի ջան, ոնց ենք, ինչի ստորիներ չեք անում, բան է պատահել, լսի չէ, ժամանակ չունեմ, իսկականից ճիշտ է ասում, այս միակ դեպքն է, որ իրար հետ համաձայն եմ, ժամանակ չկա, բայց այսօր Starbucks-ից ենք մեր օրը սկսում, Նարե Պիլասոսը զայրատկա չուներ այսօր, ինձ կանչեց, որ իրան պտտեմ, Մոռացել էի դնել, ժամանակ չունեի չարդի դնեի, զարյատկայի դնել պիլասոսը, տենց հիմա ոնց որ չունի պիլասոս, բայց դրել ես ոնց զարյատ։ Մի խոսքով այդ տենց հարցերի մեջ ենք, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, պիլասոսը մոռանում ենք դնել զարյատ։ Մի հատ բան է, ինչ էր ինձ շարը, ինչ, կրուասանը։ Ասիր ես ինչի դեր եմ որ առնեմ, ես ինչի դեր եմ, դու ինչ-որ բանի դեր ես, առնե իր կրուասանը։ Կյոն առավոտ շեյմ on you։ Առավոտ 17:58 Para español, 200 pesos. Տենց են ասում, okay, երկու նոր համ ենք փորձարկում, blended passion fruit, island colada։ Հիմա փորձում ենք։ Անաս շատ լավն է դու կխում ես։ Այդ էլ շատ լավ է դու կխում ես։ Ինձ թվում է սառուցը խփել են տվել են ձեռդ մի հատիկ բանով։ Մալինայով։ Ո՞նց է դա բախում է։ Ուղղակի շոտ ոտնի։ Այս առաջին անգամ եմ ուտում սինաբոն քաֆի։ Խոշ։ Շատ լավ է։ Ուրեմն մենք ես եւ Նարե մեջ քշի։ Թելքա խոսած։ Որովհետեւ դեպքերից է որ ինքը թողել է ես քշեմ։ Ուղ բան դրա։ Լավ, մի հատ մի փոքր այսի միջացի որ ձայնս նորմալ լսվի։ Մի ժամանակ առաջ էլի սորի էի տեղադրել, որ ինչի մեր ծնողները իրանց առողջության նկատմամբ ուշադիր չեն։ Մենք ամեն անգամ այս սաղ թողում ենք, ես իմ որտեղից հասնում ենք, ես իմ որտեղ, որ պապայի համար appointment վերցնենք, որ ինքը չգնա։ Ամեն անգամ ինքը չգնա, չգիտես ինչի հեռախոս չեն վերցնում այնտեղից, հավաքվում ենք։ Հեռախոս չեն վերցնում, voicemail չես կարում թողես ամեն անգամ 40 րոպե քշում ես, որ appointment վերցնես։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ մենք չենք հանձնվում, որ ինքը մեկա չի գնալու։ Մի օր օրինակ ժամը 8-ին է իր appointment-ը, ինքը 6-ին հաց կերած է լինում։ Առավոտվա մասին է խոսքը։ Խոսքով գնում ենք appointment վերցնել։